Ողջույն սիրելիներս, շարունակում ենք մեր հայաստանյան վլոգը և ինչպես և վլոգը, այնպես էլ մեր օրը սկսվում է այսպիսի թարմությամբ, թարմ լավաշ, տնական ձու և համեղ կանաչիներ։ Սիրելիներս, վայելում եմ հայաստանյան առաջին առավոտը, մսկեսուր սկեսրարիստանը, լռություն, ամեն ինչ մաքուր, հանգիստ ու ես արդեն ինձնից գոհ դեմքով, որ այս մի թռիչքն էլ եմ հաղթահարել, նստած սպասում եմ սուրճին, իդեպ աշխարհի ամենահամեղ սուրճը իմ սկեսրար հայրիկն է պատրաստում ու երբ մենք Հայաստանում ենք լինում, չի թողնում, որ ինչ-որ մեկը սուրճ պատրաստենք, գիտի, որ սիրում ենք իր պատրաստած սուրճը, անընդհատ նա է մեզ համար սուրճ պատրաստում, ահա Զոյկաս էլ եկավ, սուրճս վայել եմ, Զոյկայիս գեղեցիկ բարի ներքո սուրճս կվայելեմ, վեր կկենամ ու կանցնենք մեր պլանավորած գործերին, պետք է այսօր ամեն բան հասցնենք, քանի որ կարճ ժամանակով ենք Հայաստանում, ունենք պլանավորած գործեր, որոնք պետք է անպայման իրենց նպատակին հասցնենք։ Սիրելիներս, ես ու Զոյկան գտնվում ենք գեղեցկության սրահում, եկել ենք մազերս հարդարելու։ Ողջույն սիրելիներս, բարի լույս արդեն Հայաստանից, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք շատ լավ, ինչպես Զոյկաս ասեց, նախորդ վլոգում շատ լավ տեղ ենք հասել, եկել ենք, քնել ենք մի փոքր հանգստացել ենք, հետո արդեն մեր գործերով, իմ ամենակարևոր գործը, իմ մազերն էր, որ դրանից այն կողմ բան չկա, այն որ հիմա զգում եմ այն թարմությունը, առողջությունը, Արմինը խնամ քարեց, ներկեցինք, մի փոքր կտրեցինք, մի խոսքով, այսինքն սիրուն թարմ փարթամ մազեր ունեմ արդեն, սպիտակները վերացան, այդպես սիրելիներս, հիմա սկեսուրիս ենք սպասում գատուն ու տեղ ենք գնալու։ Զոյ, նենց ես գնա ու ձուր տեղը գիտես։ Սիրելիներս, այս սեզոնին գալ Հայաստան և համեղ հայկական խաշ չուտել հնարավոր չի, սա Զոյկայիս ափսենը, իսկ մենք էլ խաշ ենք ուտելու, ինչ եկել ենք առավոտյան այն մի բրդուճ ձուն ենք կերել, որպեսզի կարողանանք խաշ ուտել, քանզի մենք սովոր ենք խաշը առավոտ շուտ ուտել ու հիմա ժամը 4-ի 5-ի կողմերն է ու չգիտեմ ոնց ենք ուտելու այս խաշը ու ոնց ենք մարսելու, չնայած որ շատ համեղ էր, անմահական համ ուներ, խաշը կերանք, իհարկե ոչ ամբողջությամբ, եկանք տուն, փոխվեցինք, պատրաստվեցինք ու հիմա ուղևորվում ենք դեպի քույրիկիս տուն, մասիվ ենք գնում, կգնանք այնտեղ, ահա տեսնում եք մասիվի սառույցները, ցուրտ բուք ձմեռ, հասնենք տեղ, չգիտեմ ինչքան ժամանակ կանցկացնենք այստեղ, ամեն դեպքում երեկո է։ Էս ինչ եք անում, ուր ես եկել Զոյ։ Գիտի եկել ես Հայկոյի տուն, հա, ինչ եք նայում։ Կարգոմեդի։ Սիրելիներս, արդեն կես գիշերն անց է ու մենք ետ ենք վերադառնում, գնանք տուն, քնենք հանգստանանք, առավոտյան կրկին կմիանամ։ Բարի լույս սիրելիներս, ինչպես ասում են, ամենահաճելի առավոտները հենց այսպես է սկսվում, երբ արթնանում ես ու բարձիդ մոտ դրված է անակնկալ, կուքնես մի հոտ, լավ բացիցի, այսինց սիրուն մատանին ականջավերը, մարտի 8-ի նվեր, Մարտի 8-ի նվեր ամուսնուս ու սկեսուրի մայրիկիս կողմից։ Սիրուն աղեկի սենց լավ չի փոխանցվում։ Լավ կկրեմ, կտեսնենք։ Բարի լույս, մենք
Հենց նոր շորի հապն, որտեղ մենք հեսա գնալու ենք լենական։ Չտա։ Ու մենք նախ չգիտեմ ինչքան բայց գնալու ենք ու Ոնն ենք հայկոյ։ Մաման լավ չի։ Մամա աչքը ցավում է։ Բայց իմ մոտ вообще բան չի ցավում։ Հələ այն բանը վերցրու կյանքս ոչ շորը մնաց դրա վրա։ Զոյկան եկել է նվերներ հավաքելու։ Գնացի։ Դե ինչ, մենք բոլորս միասին ճանապարհ ընկանք դեպի իմ հայրական գյուղ, դեպի Անիավան։ Ինչպես Ավստրիայում, այնպես էլ Հայաստանում մեր ճանապարհորդությունները Զոյկայի հետ ընթանում է միշտ երաժշտության ներքո։ Զոյկան ամբողջ ճանապարհին մեզ ապահովում է կենթանի երաժշտությամբ։ Զոյկայի համար տաք շոկոլադ ենք առաջանում, բարի մոտակ խնա գտալն է։ Սիրելիներս, մոտենում ենք արդեն մեր գյուղին ու ինչքան մոտենում ենք, այնքան ձյունը ավելի առատ է, եղանակը ցուրտ ու օդն էլ ավելի մաքուր, այն որ միանգամից շնչառությունը բացվում է։ Մենք հասանք տեղ, մտնում ենք ներս, մեզնից մի 10 րոպե առաջ էլ քույրիկս էր հասել, Երևանի քույրիկս էր հասել ընտանիքի հետ եւ Մոսկվայից եկած քույրս էլ իրենց հետ էր։ Այստեղ արդեն ուշ երեկոյա, գործերը վերջացրել ենք ու լիցքաթափվելու համար լոտո ենք խաղում։ Ուրեմն սիրելիներս սեղանը դրեցինք, վերջացրինք։ Այստեղ է դրվում սեղանը, այս մի հատ նկարեմ, այս մեր դպրոցն է, այն դպրոցը, որտեղ ես հաճախել եմ, մեծ սիրով, մեծ հիացմունքով, այսենց գնում ենք քույրիկներով, 4 քույրիկով և Գայանեն, գնում ենք քրոջս կիսուր կեսրարի տուն, այսինքն կիսուր կեսրարի տղամարդիկ էլ գալիս են։ Ճիշտ եք գալի, ճիշտ ուղիղ, մի քիչ աչք տան։ Բինգո։ Սիրելիներս, Անիավանում անցկացրած մեր 3 օրը ընդամենը մի քանի վայրկյանում ներկայացրեցի, նկարելու բացարձակապես տրամադրություն չունեի, ուղղակի ես մի քանի կադրն էլ ձեզ համար, գիտեմ, որ անհամբեր սպասում եք, եկել ենք տուն ու անմիջապես մի քանի ժամ հետո, այսինքն դուրս ենք եկել օդանավակայան, քանի որ մեր թռիչքը հենց 4-ի լույս 5-ի գիշերն էր, ահա արդեն օդանավում ենք, պատրաստվում ենք թռիչքի։ Սիրելիներս, մենք հասել ենք տուն ու մեր տանը այսենց խառը վիճակա, սենց սիրելի դասավորման, հիմա մի հատ մի պահ ուղղակի ցույց տամ մեր նվերները, Էմն սրանք, քանի որ բոլորս էինք հավաքվել, քույրիկս Մարինեն, ով ապրում է Մոսկվայում, մեզ նվերներ էր բերել, այս սիրուն պայուսակը ինձ, այս պայուսակները իրենց ես ինձ սիրուն ամրակարելով, այս բրիլոկներով, աղջիկներին, Միանման Ալենս շալվար էր սիրուն ստացել, Զոյկա էլի սպասի, բինգո էլի սպասի, այսին սիրուն շալվարը, Զոյկան կաշվից, Ուրեմն, հա, Զոյկան այսին սիրուն կաշվից շալվար էր նվեր ստացել, հագել է այնտեղ, հետո լվացել եմ, այսին հաստ մեջով, շոտ գավեր սազում Զոյկային, ու այսին շոտ սիրուն, շոտ նուրբ, Սպիտակ սրտիկներով սպիտակ ժակետիկը, որը կարելի է նաև հագել էր, ինքը այդպես էր հենց մտածել Մարինը, որպես վերնազգես, շատ սիրուն էր, սենց ուսը բաց, Զոյկային շատ էր սազում, ու դե այսպիսի կոնֆետներ էր բերել Մարինս մեր համար,
Այստեղ Ես արդեն էլ եմ կապուցել։ Հա, այստեղ էլ արդեն այն ինչ որ բերել եմ դեկորս ընտանիքի համար, այստեղ այսպես մեծ ջազվ եմ, որ սուրճի փոքր ռուզի ջազվ եմ, այստեղ Արյանային այս բլուսկայիցա, որը զոյկային սևն ենք վերցրել ես ու սպեսիրս, ու այսպիսի հայկական համեղություններ, այս սպեսիրս խնդրանքով, որ երեխաներս ուտեն, չնայած դե այստեղ էլ կա ամենուրա, բայց դե որ այնտեղ ենք հավեսով կերան երեխեքը ու խով անցել է հիմա ու այս էլ այսօր մայրիկիս պատրաստած աղանդը, ինչ որ ցույց եմ տալիս, այս ամենը 2 է, էլի իհարկե արդեն հասկացաք ու այստեղ էլ ասենք համեղ կոնֆետներ, այստեղ կորս ընտանիքի համերա այսպես սիրելիներս, մի խոսքով հելնեմ, մի հատ, հա, այստեղ էլ բան ունեի։ Այստեղ էլ այսենց 2 հատ կոնֆետներ, մեկը ինձ, մեկը ռոզին։ Ով սիրելիներս այսպես։ Ջոյ, ոնց ես։ Լավ։ Հələ ցույց տուր քո պայուսակը, այսօր Ժոյկայի պայուսակն է նոր։ Հոգնած ես շատ։ Մեջը բաներ ունեմ։ Իսկ դե այս կողմում էլ հարթունն է։ Այսպես։ Ու ժանգալով հաց։ Դե քորս համար այս օրևին մի հատ սուրճ վայել ենք։ Նոր գնամ հավաքեմ։ Այք ինչ լավ արևը։ Մենք խանութ գամ։ Բարի լույս սիրելիներս, սա արդեն հաջորդ օրն է, ճիշտ է 3 երեկոյան, ընտեքրենքս եկել էին, բայց ես չեմ նկարել ու այստեղ արդեն հաջորդ օրն է, եկել են, քանի որ այսպիսի շատ լավ եղանակ է, որոշել ենք խորոված պատրաստենք, դրսում նստենք եւ բացումն անենք, այս դրսի խորոված փարթիի այսպեսի բացումն անենք, երեխաները խաղում են, մենք այստեղ ռուզը բանջարեղենն է մաքրում, ես սեղանն եմ պատրաստում, մի խոսքով դնենք արագ այն ինչ որ ուտելու ենք եւ նստենք այս մաքուր օդին վայելենք այսպիսի համեղություններ, ահա, այս որ ամեն ինչ արժի, իսկ այստեղ երեխաներն են այս կողմում նստած արևի տակ վայելում, հացը կերանք, սուրճը պատրաստվում է, սուրճն էլ պատրաստվի, Ալենես գնաց խանութ պաղպաղակ գնեց մեզ համար, պաղպաղակ է հյուրասիրել, հացը կերանք, երեխաները գնացին ներս, իսկ մենք էլ դե մեծերով դուրս ենք եկել, համ էս մայրամուտն ենք վայելում, համ էլ քաղաքում կզբոսնենք մի փոքր, սիրելիներս, դե ինչ ձեզ ներկայացրեցի մի փոքր տեսանյութ մեր Հայաստանում անցկացրած 4 օրերից, 4.5 օրերից, դե առիթը արդեն պարզ էր, մայրիկիս մահվան 1 ամյակներ, այնպիսի առիթով էր, ես էլ տրամադրություն չունեի այդքան շատ նկարելու, էս էլ որ ասում են ձեր խաթր որ գրել էիք շատ կուզենայինք տեսնել հանդիպումը Զոյկայի, ահա սա Քերինա, եղբայրս Զոյկայի հանդիպումը իր հարազատների, մորաքույրների, տատիկի, պապիկների հետ, չնայած որ էլի եմ ասում առիթը տխուր էր, բայց շատ լավ ժամանակ ենք անցկացրել եւ նոր դրական լիցքերով ետ ենք վերադարձել Ավստրիա։